Հանուն Հոր եւ Որդվո եւ Ողբույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր գտոնենք Քյութ խաչի Սուրբ տոնը, դոմը, որ մեր հավատքին եւ ինքնության խորին իմաստը կբարձե։ Տարեր առաջ Սուրբ Հեղինեն Կոստանդիանոս կայսեր մայրը ճամփայելով թեպի Երուսաղեմ, փնտրելու այն Սուրբ խաչը, որում վրա մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս խաչվեցավ։ Աշխարհը մորցած էր այդ խաչը։ Ան զմրսված էր ու թաղված ժամանակի փոշին տակ, ծածկված անտարբերության եւ հբարդության շերտերով, բայց անոր հավատքով, աղոթքով եւ համբերությամբ Սուրբ խաչը գրգին գտնվեցավ, փայլուն, գենսադու եւ հաղթական, ինչպես միշտ։ Խաչը բարձ մեր ծարի գդորմը չէ, ան մեր հավատքին սիրտն է։ Խաչը նշանն Աստծո կերակույն սիրույն, սերմը, որ կդարաբի, կզոհվի եւ կփրկե։ Այն ինչ որ աշխարհը բադիժ կամ բարդություն գարձեց, Աստված դարձուց այն հաղթանակի նշան։ Այն ինչ որ ամոթ կթվեր, դարձավ փառքի խորհրդանիշ։ Խաչը, որ ժամանակի մահվան նշանն էր, դարձավ կյանքի ծառը ու փրկության լաստը։ Բայց սիրելիներ, այս տոնը միայն անցյալի պատմությունը չէ։ Ան այսօր ալ գոչ բնե մեզի, որովհետև խաչը գրնա գրգին գործվիլ, ոչ թե Երուսաղեմի հողի մեջ, այլ մարդկային սրդերու մեջ։ Ամեն անգամ, որ աշխարհը կմոռնազ Աստված, ամեն անգամ, որ սերը կբացակայի, հավատքը կթուլանա ու կդգարանա, խաչը դարձյալ կթաղվի։ Իսկ մեզ մեր յուրաքանչյուրիս համար մեր սուրբ պարտականությունն է զայն գտնելը, վեր բարձրացնելը եւ դարձյալ փայլեցնելը մեր կյանքերում մեջ ազգային թե համամարտկային իմաստով։ Մենք հայերս անշուշտ ավելի քան որևէ ուրիշ ժողովուրդ խորապես հասկացած ենք խաչի իմաստը։ Տարեր շարունակ գրած ենք զայն ոչ որպես զարդ, այլ որպես կոչում, ոչ միայն մեր վիզերուն կամ գուրծերուն վրա, այլ մեր հոգիներուն խորքը։ Խաչը փորագրված է մեր լերներուն մեջ, նկարչված է մեր եկեղեցիներուն մեջ եւ կամտակված մեր սուրբ խաչքարերուն վրա։ Այդ քարեղեն աղոթները, որոնք լուր վկաներն են մեր հավատքին, արվեստին եւ Աստծո հանդեպ մեր սիրույն։ Այդ սուրբ քարերն իսկ դարաբաց են։ Հազարավոր հին խաչքարեր ավերվեցան, չախճախվեցան, բղձվեցան եւ ոչնչացվեցան անոնց կողմէ, որոնք գադեն սրբությունը։ Թուրք եւ ազերի ոչրակորձներու վայրակությունները հայոց ցեղասպանության եւ գամ երկու դասնամյակ առաջ Նախիջևանի մեջ եւ այլուր, ինչ որ աշխարհին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը գրավեցին, բայց լուր անցան։ Բայց այդ քարերը բարձ քարեր չէին, անոնք քարեղեն աղոթներ էին, վկայություններ ժողովրդի որ ապրած եւ մեռած է խաչի նշանի դակ։ Եվ հա այստեղ է, սիրելիներ, որ պետք է սորվենք ամենախորին տասը, հարգել սրբությունները, անոնք մեր ըլլան թե ուրիշներուն։ Երբ խաչը, եկեղեցիմը, կամ սուրբ վայրը կբղձվի, մարդկային հոգիի մեջ ալ վերք կբացվի։ Խաչը պատվել է կնշանակե ոչ միայն մեր հավատքը հարգել, այլ նաև հարգել բոլոր ժողովուրդներու հավատն ու արժանապատվությունը։ Հոն ուր սրբությունները գոտնագողվին, ադելություն կհարաճանա, բայց հոն ուր որ սրբությունները կպատվվին, խաղաղություն կծնի ու կդիրե։ Այո, հայ ժողովուրդը խաչի ժողովուրդ է, բայց խաչի ժողովուրդ ըլլալ չի նշանակեր միայն անոր քեղեցկությունը իշել, փարապանել, այլ նաև անոր ծանրությունը գրել։ Մենք կոչված ենք գրել մեր եկեղեցվո խաչը, բահելով անոր սրբությունը, ծառայելով անոր խոնարհությամբ եւ փոխանցելով անաղար հավատքը մեր հաջորդ սերունդներուն։ Կոչված ենք գրել մեր ազգին խաչը, պաշտպանելով անոր բադիվը, ազգին միությունը, հայրենիք եւ սփյուռքի միասնականությունը, ազատությունը եւ հոգեվոր ժառանգությունը։ Գոչված են գրել մեր դպրոցներում, մեր հասարակություններում, քաղաքներում, գարույցներում, գազագերբություններում, մեր մշակույթին եւ մեր համայնքներուն խաչը, որովհետեւ անոնք սուրբ խորաններն են, ուր հավատն ու ինքնությունը կփոխանցվին սրդեսիրտ սերունդ է սերունդ։ Գոչված են գրել նաև մեր հայրենիքին խաչը, այն հողին, որ որոքված է նահատակներու արյունով եւ լուսավորված սուրբերու աղոթքով։ Այս բոլորը սուրբ խաչեր են։ Ամեն մեկը մեզ մեկ ուզե ոչ թե դատարկ խոսքեր, այլ գենտանի հավատք եւ քորձ։ Քանզի խաչը զարդ մչե զարտարելու համար մեր դան եկեղեցու կամ այլ հաստատություններու բادرը, այլ զորություն մնե փոխագերբելու մեր կյանքերը։
Երբեմն կքանքադենք ու կդրնճան գսելով թե կյանքը ծանր է, թե մեր խաչերը շատ են ու անդանելի, բայց մեր խաչը երբեք ավելի ծանր չէ, քան Քրիստոսի սերը, որ մեզ կբահե ու կմխիթարե։ Ամեն փեր, որ կգրենք հավատքով, օրհնություն կդառնա։ Ամեն զոհողություն, որ կգադարենք Աստուծո եւ իրարու համար, կդառնա հարության սերմ։ Խաչը մեզ կսորվեցնե, թե իրական հաղթանակը անդարբեր ու այսպես ասված հանգիստ կյանքի ու հարմարության մեջ է, այլ քաչության մեջ է, կյանքի պայմանները դիմակրավելու մեջ է, ոչ թե եսասիրության, փարամորության ու հբարդության մեջ է, այլ զոհողության ու սիրո մեջ։ Սուրբ Պողոս Արաքյալ գսե. խաչի մասին քարոզությունը հիմարություն գտվի գորուստի ջամփուն մեջ գտնվողներուն համար, մինչ մեզի փրկության ջամփուն մեջ գտնվողներուս համար Աստծո զորությունն է անիգա։ Առաջին Կորինթացիներուն առաջին գլուխ 18-րդ համար։ Իսկապես աշխարհը, որ կբաշտե միայն հաջույքն ու բարքի անձնական հաջողությունը, խաչը դակավին հիմարություն կսեպե, բայց մենք, որոնք ծնրացած ենք անոր առջև, գիտենք, թե անոր ըստվերի մեջ բահված է հավիտենական կյանքի գաղտնիքը։ Սիրելիներ, երբ այսօր կբատվենք Սուրբ խաչը, եկեք գտնենք նաև անոր ներկայությունը մեր կյանքերում մեջ, մեր ընտանիքներում, մեր եկեղեցիներում, մեր համայնքներում եւ մեր ազգին մեջ։ Բարձրացնենք ձայն, ոչ միայն մեր ցերկերով, այլ մեր սրտերով։ Սորվեցնենք մեր զավակներուն, թե քրիստոնյա լալ կնշանակե սիրել, ներել, զոհվել, ծառայել ու մանավանդ գրել խաչը ուրախությամբ եւ հույսով։ Մենք հայերս խաչը գրող ժողովուրդ ենք եւ քանի թե զայն կգրենք հավատքով, ոչ խավարը կգնա մեզ խորդագել, ոչ ալ փոթորիկը մեզ հաղթել, որովհետեւ խաչը մեր հաղթանակն է, մեր պաշտպանությունը, մեր լույսն ու մեր աբական։ Թող Սուրբ խաչը օրհնե մեր եկեղեցիները, մեր ազգը, մեր դպրոցները, մեր համայնքները, մեր գարույցները, մեր մշակույթն ու մեր հայրենիքը։ Գաղութենք բոլորին համար, որբեսի հավատարիմ գերբով գրեն իրենց խաչերը եւ արժանանան մասնակցելու Քրիստոսի հարության հավիտենական հաղթանակին։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։